Հրապարակ թերթը գրում է Արցախի ազգային ժողովում մանրաշ վիճակ է պատգամավորները չեն կողմնորոշվում ինչ անել։ Նորից ազգային ժողովի նախագահ ընտրել թե ձեռնպահ մնալ դրանով ակամայից ջուր լցնելով Փաշինյանի ջրաղացին, որը հետևողականորեն ոչնչացնում է այս ինստիտուտը։ Մեզ ասացին, որ վերջին օրերին ակտիվ քննարկումներ են։ Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո բոլորը շոկի մեջ են։ Ազգային ժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Գագիկ Բաղունցն է ազգային ժողովի նոր նախագահի ընտրության համար 17 պատգամավորի կողմ քվե է պետք, ինչն ապահովել հնարավոր չէ։ Հրապարակ թերթը գրում է 2024 թվականին սահմանազատման անվան տակ միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Կիրանց գյուղի շուրջ 15 հեկտար տարածք, Կիրանց Բաղանիս հատվածում շուրջ 30 տարի ամրացված պաշտպանական դիրքեր, Բերքաբեր գյուղի մոտակա դիրքերը։ Սահմանազատումը Ոսկեպար Բաղանիս հատվածում Ադրբեջանին հանձնված նախկին պաշտպանական դիրքում ներկայում ադրբեջանական հենակետ է կառուցվել եւ միջպետական ավտոճանապարհի դեմ դիմաց վերջերս տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշը։ Այն հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում Հայաստան-Վրաստան ճանապարհի այդ հատվածով երթևեկողների վրա։ Փաստ թերթը գրում է քաղաքական դիսկուրսում պարբերաբար հայտնվող եւ հանրային քննարկումների կենտրոնում գտնվող թեմաներից են դիմության կողմից խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը։ Ընդ որում թեման շարունակվում է նաեւ այն պարագայում, երբ փաստարկված կերպով հայտարարվել է պայքարը նաեւ խորհրդարանում շարունակելու մասին։ Մանդատների հարցը հաճախ ներկայացվում է որպես սկզբունքային ընտրության կամ քաղաքական լուրջ ճգնաժամի դրսևորում, սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ մանդատների շուրջ ստեղծված ողջ աղմուկը բացարձակապես կեղծորակարգ է։ Մանդատ վերցնելու կամ չվերցնելու դիլեման արհեստածին է եւ չի արտահայտում քաղաքական գործընթացների իրական բովանդակությունը, քանի որ խորհրդարանական երկրներում կամ ներկայացուցչական ժողովրդավարության համակարգերում մանդատը ոչ թե պարգև է կամ անձնական ընտրության առարկա, այլ ընտրողների կողմից տրված իրավական եւ քաղաքական պատվիրակում, որն ունի հստակ գործառույթներ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փաստացի ավարտին է հասցնում ազգային ժողովի խմբակցության ղեկավար կազմի ձևավորման գործընթացը։ Անցած շաբաթ կուսակցության վարչությունն արդեն ընտրել է խմբակցության ղեկավարի թեկնածուին, այդ պաշտոնում առաջադրելով Արուսյակ Մանավազյանին։ Այժմ հերթը խմբակցության քարտուղարի ընտրությանն է։ Ակնհայտ է, որ գործող քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարող շարունակել պաշտոնավարել նույն կարգավիճակում, ոչ էլ առավել եւս խմբակցության ղեկավարի պաշտոնում, հատկապես այն բանից հետո, երբ քաղաքացիական պայմանագրի վարչությունը խմբակցության ղեկավարի պաշտոնում այլ թեկնածու ընտրեց։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ գործող կարգի համաձայն խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրված Արուսյակ Մանավազյանը պետք է խմբակցությանը ներկայացնի քարտուղարի իր թեկնածուին, որից հետո արդեն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կկայացնի վերջնական որոշումը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով խմբակցության քարտուղարի պաշտոնում կառաջադրվի քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Ալխազ Ղազարյանը։ Իշխանական շրջանակներում նրան ընդունելի եւ թիմային աշխատանքի տեսանկյունից հավասարակշռված թեկնածու են համարում։ Իրավունք թերթը գրում է Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան Ավետիս Առաքելյանը եւս կվերցնի մանդատը։ Այդքան ծեծուտենք, բանդերը փտենք, որ հիմա էլ մանդատից հրաժարվենք, չկա տենց բան։ Ըստ շրջանառվող լուրերի, ասում են Ղուկասյանները մտերիմ շրջապատում։